Ողջույն հարգելի ունկնդիրներ եւ դիտողներ, Գործարար ալիքի եթերում 2x հաղորդաշարն է եւ ես Մանե Բարեղամանն եմ։ Ու այսօր իմ հյուրն եմ Pernod Armenia-ի բրենդ մենեջեր, Երևան կականանց ակումբի հիմնադիր, Եվրոպական համալսարանի դասախոս Ալվինա Հովակիմյանը։ Ողջույն Ալվինա։ Ողջույն, շատ շնորհակալություն։ Ոնց Լավ, շատ լավ տրամադրությունով։ Հետաքրքիր է, ես ձեզ միշտ տեսնում եմ բարձր տրամադրությամբ, միշտ ակտիվ ու երբ ձեզ տեսնում եմ կամ ձեզ հետ շփվում եմ, միշտ ինձ մոտ հարց է առաջանում, որտեղից ձեզ այսքան էներգիա ու դուք որտեղից եք այդ ռեսուրսները գտնում։ Այդ հարցին այսօր հումորով կպատասխանեմ, որովհետև հենց առավոտյան ընկերուս հետ էի զրուցում, որը 3 ամուսնուս էր հանդիպել եւ բարևում էր, եւ նույն հարցը ընկերուհիս ամուսնուս էր տվել, որտեղից եմ այդ էներգիան վերցնում եւ արդյոք հոգնում եմ ես թե չէ, եւ ամուսինը շատ լավ պատասխան էր իրան տվել, որը այսօր հնչեցրեց եւ առավոտյան իմ տրամադրությունը դրանից շատ բարձրացավ, ասեց կարծես քայլում ես Երևանով եւ քայլելու ընթացքում լիցքավորվում ես, ինչ որ միտեղ, եթե հումորի վերածենք, այո, գուցե քայլում եմ Երևանով եւ տրամադրությունս փորձում եմ վերցնել, իսկ եթե անկեղծ իմ կյանքի փորձը ցույց է տվել, որ կյանքը կարճ է, ցավոք սրտի, եւ ցանկացած վայրկյան ուրախ, թե տխուր, պետք է վայելել, պետք է այդ ընթացքը վայելել, չսպասել ոչ մի բանի, չսպասել ոչ մի լավ լուրի, որպեսզի ուրախանալ։ Միշտ այդ ճանապարհը պետք է անցնես լավ էներգիայով լի եւ իհարկե կան որոշ գաղտնիքներ, կարծում դրա մասին այսօր էլի կխոսենք։ Սիրով, ես ուզում եմ մեր ռադիոընկերները եւ դիտողները իմանան, որ երբ ասում եմ Ալվինա, պատկերացնում եմ մարտով առաջին հերթին բնիկ երևանցի է։ Չգիտեմ, դա գուցե նաեւ Instagram-ի նիկնեյմի արդյունքում է։ Բացի դա, ես տեսնում եմ մարդու, ով իսկապես Երևանի, Հայաստանի համար փորձում է արժեքավոր գործ անել։ Եվ այդ գործերը տարբեր բնույթների են։ Ինչ որտեղ հասարակական ակտիվությամբ, ինչ որտեղ սոցիալական ակտիվությամբ, ինչու ոչ նաև չմոռանանք խոսել ակումբի մասին։ Ես տեսնում եմ, որ դու քո ամբողջ աշխատանքային process-ով, քո կյանքի ռիթմով վարում ես առաջնորդ կնոջ կյանք եւ ապրում ես այդ կյանքով։ Ու հետաքրքիր է, ինչպիսին է Ալվինան, երբ օրինակ նա ակումբում է եւ ստանձնում է ակումբի ղեկավարի դերը եւ ինչպիսին է Ալվինան օրինակ տանը, երբ տանն է իր երեխաների ու ամուսնու կողքին։ Շատ տարբեր։ Instagram-ից սկսենք, սոցիալական ցանցերից իհարկե ես որպես մարքետոլոգ, դուք եք շատ լավ հասկանում, Անե ջան, որ այն պատկերը, որը մենք ցույց ենք տալի, որը կարող ենք ցույց տալ, ունի ինչ որ շատ մարդկանց համար գուցե ցենց, իմ համար եւս, որովհետեւ ինձ դիտում են իմ ընկերներից բացի, դիտում են նաեւ իմ երեխաների ընկերները, իմ ուսանողները արդեն, եւ բարձր որ կա ինչ որ մի ցենց, ու մենք ցույց ենք տալի այն պատկերը, որը ուզում ենք ցույց տալ, կամ որ մեր ներքին սահմանները մեզ թույլ են տալի դա ցույց տալ, հա, բարձ է շպարված, հագնված, շատ գեղեցիկ, հա, այն տրամադրությունով, որը կուզեինք մարդկանց ցույց տալ, չենք ցույց տալի։ Իհարկե հիմա շատ մեծ այդ բառը չեմ սիրում տրենդ, բայց կա այսպիսի ժամանակակից մի հոսանք, այսպես ասած, որը խոսում է նրա մասին, որ կարելի է նաև սոցիալական ցանցերի միջոցով մեզ ցույց տալ իսկական, ինչպես մենք տանն ենք։ Ես մի քիչ հին սերունդից եմ ավելի եւ փորձում եմ Instagram-ում իմ կենցաղը շատ քիչ ցույց տալ։ Երևի դրա համար դուք եք իմ ընկերական շրջապատից եւ իմ ակումբից, միշտ չի որ տեսնում եք իմ կենցաղը, իմ ամենօրվա տանը պատրաստելը, հա, ուտելիք պատրաստելը, կամ ինչ որ շպարվելը, բաներ կա, որ կարող է ես չեմ ցույց տալի ու դրա մեջ կա ինչ որ հետաքրքրություն, դրա համար իմ ընկերները ուզում են նաեւ ինձ տեսնել տանը։ Տանը ես շատ տարբերվում եմ այն Ալվինայից, որը աշխատանքի վայրում է, այսօր է, կամ համասարանում է դասավանդելուց, կամ Երևանով քայլելուց, եթե ինձ հանդիպում եք, բարձ է որ հարդարված, դա չի նշանակում, որ տանը ես հարդարված չեմ եւ ման եմ գալի թափթփված վիճակում, բայց բարձ է որ տանը մենք բոլորս այնպիսին ենք, ինչպես որ մեզ թույլ ենք տալի, ես ինձ կարող եմ դա արդեն թույլ տալ, շատ հանգիստ է։
շատ ավելի հանգիստ, շաբաթ-կիրակի չշպարված, հավաքած մազերով, շատ ժամանակ գուցե ինչ որ մի բաներով մազերս կապած, սպորտային ավելի շատ ավելի հանգիստ, քան թե ինստագրամյան եւ իմ առօրյա կյանքում։ Դե Instagram-ում, սոցցանցերում կարծես թե շատերս ֆիլտրում ենք մեր կյանքը եւ բնականաբար ցույց ենք տալիս մեզ այն կողմից, ոնց ուզում ենք, որպեսզի հասարակությունը ընկալի։ Հիմա, քանի որ ես այս փուլում շատ ուսումնասիրում եմ անձի բրենդինգը, ես անդադ այդ աչքով եմ նայում, որ եթե մարդը ուզում է հանրային ընկալման վրա ազդեցություն ունենալ, բնականաբար պիտի նաեւ ինքը որոշի եւ հասկանա, թե ինչ տեսանկյունից է իրեն ցույց տալիս, ոնց է իր կյանքը հնարավորինս ցույց տալիս։ Բայց ուզում եմ մի քիչ խոսենք ակումբից, քանի որ հիմա ես էլ ձեր ակումբի անդամն եմ եւ արդեն իսկ հասցրել եմ մասնակցել միջոցառումների ու տեսել եմ այն իրական արժեքը, որը կա ակումբում, ու ես տեսնում եմ ձեր էներգիայով լի աշխատանքը, այն նվիրումով աշխատանքը, որը իրականում ակումբին բերում է մեծ արդյունք։ Հետաքրքիր է ո՞նց եղավ ակումբի ստեղծման գաղափարը։ Ես շատ սիրեցի այդ հարցը, շատ մերսի հարցի համար, որովհետեւ ամեն ինչ ունի սկիզբ ու միշտ չի որ ունի վերջ, բայց կարելի ասել ակումբը հենց իմ երազանքն էր, որովհետև շատ հարազատ եւ մտերիմ մարդ, որը բնակվում էր Ֆրանսիայում երկար տարիների ընթացքում եւ վերադառնալով Հայաստան, ինձ պատմեց մի պատմություն հրեա կանանց մասին, դա ակումբ չէր, բայց ինչ որ մի մեծ խումբ էր կանանց, որոնք իրար օգնում էին։ Եվ ես բարի նախանձով, իհարկե նախանձը բարի եւ սպիտակ չի լինում, բայց ամեն դեպքում ես միշտ զարմանում եմ ոնց կարելի է, որ 100-ից ավել կին լինեն մի շրջապատում եւ օգնեն իրար։ Ու այդ օգնությունը միայն առօրյա օգնություն չէր, հա, երեխա պահել կամ ինչ որ իրար հետ ջաշ պատրաստել։ 60-ական թվականներին իմ շատ մտերիմ մարդու մայրիկը պատմում էր, որ այդ ակումբի կանայք բիզնեսի մեջ էին իրար օգնում։ Կայար արտադրական process-ներ, հա, որոնք հրեաների ձեռքներ։ Եվ ես երազում էի դրա մասին, քանի որ ես չունեմ իմ անձնական բիզնեսը, բայց աշխատում եմ ֆրանսիական ընկերությունում, Pernod Ricard Արմենիայում 23 տարի եւ գովազդում եմ եւ վաճառում եմ ապրանքներ, որոնք այդ կարիքը ունեին, հա, գովազդի, այսպես ասած, աջակցության, որ այդ ամբողջը շատ սիրուն երևար, ես հատուկ ոչ մի բան չեմ արել։ Սկզբում դա ուղղակի հավաքույթներ էին, ես հիմա չեմ ուզում տարիներ նշեմ, որպեսզի շատ մարդիկ չնեղանան, չմտածեն, ես ասում ես եմ առաջինը եղել, բայց առաջիններից մեկն եմ եղել, երբ որ կանանց համար հատուկ միջոցառումներ էի կազմակերպում, թեմատիկ։ Սկզբից դա ինչ որ ալկոհոլի շուրջ էր, հետո դա գաստրոնոմիայի շուրջ էր, հետո թեմատիկ կային նաև որ դասախոսություններ են եւ այլն եւ այլն։ Տարիների ընթացքում մեր հայ կանայք այդքան զարգացան թե մտովին, թե ֆիզիկապես, թե արդեն ազատություն ունեցան եւ սկսեցին զբաղվել բիզնեսով։ Դա իմ երազանքն էր, որպեսզի ես օգնեմ կանանց, կանայք օգնեն ինձ։ Ու 80-ականների վերջին 80-ականների սկիզբ ես տեսնում եմ ինչպես իմ մայրիկին են օգնում իր անկերուհիները, ինչպես են տեղ գնալուց բոլորը իրար հետ հավաքում մի կնոջը, մեկը շոր էր տալի, մեկը զարդեր ինչ որ օգնում, հա, ոնց որ օգնում էր, մեկը ինչ որ բան էր դրսից բերում օծանելիք։ Այդ 90-ականների վերջի բարիությունը ես ուզում եի բերել 2000-ականներ եւ կարծում եմ իմոց ստացվեց, որովհետեւ հենց կանանց ակումբը մանեջան դուք եղել եք եւ տեսել եք, ստեղծված է նրա համար, որ յուրաքանչյուր կին օգնի մնացածին, եթե կարող է։ Եթե նույնիսկ չի կարող, թող սովորի մի բան եւ իր ժամանակով, իր գիտելիքով, իր խորհրդով ինչ որ մի բանով աջակից լինի։ Եվ այս վերջերս մենք միջոցառման ենք Just Black-ի իմ Գայանե Մանուկյանի համար հավաքված ենք։ Ես շատ ուզում եմ, որ իմ միջոցառումների շնորհիվ եւ իմ կանանց շնորհիվ կանայք իրար օգնեն։ Օգտվեն այն ապրանքներից կամ այն ծառայություններից, որը կա իմ ակումբի շրջանակներում եւ կարծում եմ դա ստացվում է։ Իհարկե դժվար է, բայց շատ լավ է։
լավ է որ մենք հասել ենք այդ մակարդակի, որովհետև անկեղծ ասենք մենք շատ ինդիվիդուալ ազգ ենք ու մեր խնդիրները այդքան շատ են վերջի տարիների ընթացքում, որ յուրաքանչյուր կին եւ յուրաքանչյուր ընտանիք շատ կենտրոնացած էր իր կենցաղի վրա, իր կյանքի վրա, իր բիզնեսի վրա, իր հանգստի վրա։ Մենք կոլեկտիվ մտածողություն չունենք։ Ոչ բոլորը իհարկե։ Դա հիմա ստացվում է ոչ միայն իմ մոտ։ Լավ է որ կան ուրիշ կանանց ակումբներ, կան ուղակի բիզնես ակումբներ, եւ մենք հասկանում ենք, որ այս կերպ մենք կարողանում ենք միասնական լինել, օգնել, հավաքվել շատ տարբեր թեմաների շուրջ, գրական լինի բիզնես, լինի ինչ-որ ապրանքանիշ, լինի ինչ-որ դասախոսություն, լինի ուղղակի ծառատունք։ Այդ ամբողջը իմ ակումբում հիմա կա եւ կա ուրիշ ակումբներում եւ ես շատ ուրախ եմ դրա համար, անկեղծ։ Մի հետաքրքիր եզրույթ կա, որը ասում են, եթե կանայք կանանց չխանգարեն, ապա իրականում կանանց ոչ ոք չի խանգարի։ Ես իհարկե չեմ ուզում, շատ այդպես ֆեմինիստական հնչի իմ ասածը, բայց ինքս էլ իմ գործունեության մեջ արդեն 5 տարի է բիզնես ոլորտով եմ զբաղվում, իմ գործունեության մեջ երբևէ չեմ հանդիպել մի այնպիսի դրվագի, որ որևէ տղամարդ փորձի իմ գործունեությանը խոչընդոտել կամ խանգարել։ Անկեղծ կլինեմ, կանանց դեպքում էլ չեմ հանդիպել, որովհետև բիզնես միջավայրը մի տեսակ առանձին միջավայր է ու դու այսպես քո գործունեությամբ ես զբաղվում, ոչ ոքի չես խանգարում, ոչ ոք քեզ չի խանգարում, բայց դե բնականաբար մենք հասարակական ակտիվություն ունեցող մարդիկ ենք ու շատ տարբեր մարդկանց հետ ենք շփվում։ Եվ երբ լսեցի այս միտքը, որ կանայք են կանանց իրականում խանգարում, հասկացա, որ դրա մեջ շատ մեծ խորը իմաստ կա։ Իրականում դա շատ վատ է, բայց դա ճշմարտություն է, որովհետև շատ ժամանակ իսկապես կանանց մոտ առաջանում է այդ նախանձի, խանդի զգացողությունը։ Հետաքրքիր է, դու քանի որ արդեն տարիներ շարունակ է այս ամեն ինչի մեջ, ես շատ ես շփվում, հետաքրքիր է նկատում ես, որ իսկապես կարողանում են կանայք իրար օգնել ավելի այսպես սրտանց, թե դա անում են ավելի ֆիկտիվ ինչ-որ պաշտոնական պահելով, թե օրինակ ակումբի օրենքն է այդպիսին անում են, որովհետև ակումբում այդպես է ընդունված, թե դու զգում ես, որ իրոք սրտանց ուզում են եւ օգնում են։ Ինչ լավ է, որ այս հարցը ինձ այսօր տվեցի։ Գուցե մի քանի ամիս առաջ այս հարցին մի քիչ ուրիշ ձև կպատասխանեի, որովհետև ես շատ էմոցիոնալ մարդ եմ ու գուցե եղել է դրվագներ, չեմ ասում դեպքեր, այլ դրվագներ, երբ որ ես էլ եմ այդպես մտածել, որ այո, կանայք մեկ-մեկ իրար խանգարում են, կոնկրետ ես շատ քիչ եմ առնչվել, բայց կողքից նկատել եմ, տեսել եմ։ Ես ինքս տղաների հետ ընկերություն անող աղջիկ եմ եղել փոքր ժամանակ եւ երբևիցե ինձ տղաները չեն խանգարել։ Ես շատ ուրախ եմ, որովհետեւ ես նաեւ ֆրանսիական ընկերությունում եմ հետո երկար տարիներ աշխատել եւ աշխատում եմ։ Հակառակը երբևիցե ես չեմ նկատել, կանանց ոնց որ համ խոսքի ազատություն կար, համ տղամարդու, այսպես ասած, support, աջակցություն մենք միշտ զգացել։ Ու նաև չեմ կարող ասել իմ ոլորտում, որտեղ որ ես եմ աշխատել, եթե խոսում ենք ալկոհոլի եւ բիզնես ոլորտից, չենք խանգարել իրար, հակառակը։ Ես շատ ուրախ եմ նրա համար, որ մեր ոլորտում, թե դասախոսական, թե այն ոլորտում, որտեղ ես եմ աշխատում եւ աշխատել եմ, եւ իմ ամուսնու ոլորտում հակառակն եմ տեսել։ Իմ բախտը բերել է եւ ես առնչվել եմ մարդկանց, որոնք կարողացել են կոնկուրենտ իրար համարելով հրավիրել միջոցառումներին, խորհուրդներ հարցնել, ես շատ ուրախ եմ դրա համար։ Բայց մեդալը ունի հակառակ կողմը եւ այո, կանանց ակումբում որոշ բաներ, բայց ես կարող եմ նույնիսկ այսօր այդ հարցը, որ դուք ինձ այսօր տվեցիք, մի տարի առաջ կարող ուրիշ ձև պատասխանել, որտեղ ասեի, որ այո, կա նախանձ, կան ինտրիգաներ, այսօր կարամ շատ հանգիստ ասեմ, որ համարյա չկան, որտեղ տոկոսային, եթե վերցնենք, ես սիրում եմ փաստեր։ Փաստերով եթե վերցնենք, իմ կանանց ակումբի եւ իմ շրջապատի կանանց մեծամասնությունը, եթե խոսենք թվերով 98%-ը միասնական են, ուրախ են իրար համար եւ ես շատ ուրախ եմ, որովհետեւ եթե կանայք իրար համար կարողանում են ուրախանալ ու ինչ որ մի լումա դրա մեջ ունեմ ես, որ գուցե ունեմ իրոք կանոնադրություն գրած, այո մենք կազմակերպություն չենք, ես ունեմ գրանցված իհարկե, կազմակերպություն, բայց մենք օֆիցիալ կազմակերպություն չենք, ես չեմ կարող թելադրել իմ պայմանները,
բայց մի ալիքի վրա ենք, այնպիսի կանայք են հավաքվել, որովհետև հասկանում են, որ մենք կամ իրար հետ ենք, կամ իրար օգնում ենք, կամ չենք շարունակում ճանապարհը ու Փառք Աստծո շատ կանանց ակումբներ կան, եթե ինչ-որ մեկին դուր չի գալի մեր պայմանները, ընտրությունը կա եւ գնում են եւ շարունակում են, դրանից մենք չենք դառնում թշնամիներ, շփվում ենք, բայց ամեն մեկը ունի իր ճանապարհը ու իմ ակումբում ընտրովի կանայք են, բրավո իրանց, շատ շնորհակալություն ձեզնից սկսած, որոնք ռուսերեն լավ բառ կա, один за всех и все за одного. Ես դրան հասել եմ ու ես շատ շնորհակալ եմ իմ կանանց, որ իրանք հասկացել են այդ ալիքը, հա, այդ նույն ալիքի վրա ենք մենք հիմա ու առանց ասելու պետք չի իրանց ոնց որ 5-րդ կամ 6-րդ դասարանի երեխային, որ կրկնում են ինչ-որ մի բան, արդեն դրա կարիքը չկա։ Իրանք դա անում են առանց իմ խնդրելու, իրար օգնում են, ոչ մի, այսպես ասած, մրցակցություն չեմ տեսնում, անկեղծ։ Ու շատ ուրախ եմ։ Հետաքրքիր է, որ հիմա այսպես տարածված տենդենց է, հա, կանանց ակումբներ ունենալ, հիմնել, ես ինքս էլ նկատում եմ, իրոք շատանում են ակումբները, իհարկե դրան վատ չեն վերաբերվում, ընդհակառակը շատ դրական են վերաբերվում, որ ինչքան լինեն համայնքներ, այդքան շատ հարցեր կլուծվեն այդ համայնքներով։ Ու տեսնում եմ, այսպես ասած, հա, արդեն իսկ մեր ակումբում տեսնում եմ այդ համերաշխության միջավայրը մթնոլորտը, որ մարդիկ փորձում են իրարից գնումներ կատարել։ Նկատում եմ, որ եթե ակումբական մի աղջիկ ունենք, ով օրինակ հագուստի դիզայնով է զբաղվում, թեկուզ նույն գայի պարագայում, բոլորը փորձում են իրենից զգեստներ գնել իրեն աջակցելու համար եւ ինչու ոչ նաեւ օգնելու, որպիսի բրենդը աճի, կամ ունենք արցախցի, չէ, Միկին, ով այդ օրը մեզ հետաքրքիր քաղցրավենիք էր հյուրասիրել եւ նկատում եմ նաեւ որ մարդիկ գնումներ են անում, դա շատ դրական է ու ես ինքս զգում եմ, որ եթե մենք իրարից գնումներ չանենք, եթե մենք իրար չօգնենք, ապա իմաստը մեր համայնքային մտածողության իրականում չի լինի, իմաստ չի ունենա։ Հետաքրքիր է, իսկ դուք ո՞նց եք պատկերացնում ակումբի ճանապարհը, ապագան, ո՞նց եք տեսնում, ինչ է դառնալու ակումբը 5 տարի անց։ Ոյ, շատ լավ հարցեր։ Ես գիտեք միշտ մտածել եմ, երբ որ մի գաղափարի շուրջ միանման մարդիկ են հավաքված եւ միշտ չի այդ գաղափարը շահ է, հա, հետապնդում, ինքը միշտ ավելի հաջողակ է լինում։ Ես չեմ ուզում ոչ մեկի հետ համեմատվեմ, բայց իմ կանանց ակումբի աղջիկները շատ լավ գիտեն, որ մեր մոտ ակումբում կան մարդիկ, որոնք ընդհանրապես բիզնեսից հեռու են եւ բիզնեսով չեն զբաղվում։ Իմ ուսանողներն են իմ ակումբում գալիս են եւ ինչ որ մի բան են սովորում։ Եվ իհարկե նպատակը հետեւյալն է, որ կանայք իրար օգնեն։ Ես ուղղակի իրենց միացնող մի օղակն եմ եւ փորձում եմ, դուք ճիշտ նշեցիք, եթե մեկը հագուստ է արտադրում, բարձ է որ մենք մեր ամբողջ ուժով եւ սրտով օգնում ենք այդ մի կնոջը, եթե մյուսը ունի մանկական ինչ-որ շորիկների խանութ, մեր բոլոր այն երեխաները, որոնք ունեն, պարզ է, որ օգտվելու են կամ գնելու ենք նվերներ այդ խանութից։ Մենք ունենք ֆանտաստիկ մի քանի արցախցի կին, որոնք այս 5-6 տարիների ընթացքում կայացել են որպես արդեն կարելի ասել, չեմ կարող ասել բիզնեսի, հա, մեջ են, բայց արտադրում են մեկը արտադրում է քաղցրավենիք, մեկը ունի խանութ, իրար են օգնում ու ես չեմ ուզում, հա, արդեն մենք բաժանվենք արցախցի եւ հայաստանցի, բայց Արցախից եկած կանայք հիմա իրենց ավելի լավ են զգում ակումբում եւ ընդհանրապես Երևանում, քան թե շատ աղջիկներ, որոնք շատ վաղուց են ակումբում, որովհետեւ շատ մեծ սիրով ընդունվեցին, շատ մեծ սիրով գովազդվեցին, այդ առումով շատ միասնական ենք։ Եվ իհարկե, երբ որ դու պարզը ես ունեմ իմ վիժնը, ունեմ իմ տեսլականը, այսպես ասած, պատկերացնում եմ ուր եմ հասնելու եւ շատ կուզենամ, որ այդ Երևան կա կոչված կլուբը Երևանի սահմաններից դուրս գա։ То есть ավելի մասշտաբային դառնա եւ այն կանանք, որոնք թեկուզ Երևանում ծնվել են կամ ապրում են, անպայման չի Երևանում, հա, ծնվեն, Ֆրանսիայում են ծնվել եւ հիմա հետ են եկել Հայաստան կամ Երևան, ես կուզենամ ավելի մեծանա ակումբը, ավելի Սփյուռքից աղջիկներ կան, մեզ միանան կամ Սփյուռքում մենք ունենանք, հա, ոնց որ մեր ներկայացուցիչներին, կարծում եմ
ինչ ուզում եմ դա էլ ստացվում է ու ամենակարևորը իրար օգնելն է։ Ամենակարևորը դա է եւ 5 տարի հետո պարզ է որ ես կուզենամ իմ կանանց ակումբի ցանկացած կին կայացած բիզնես կին լինի եւ ոչ միայն բիզնես կին, այլ ընտանիքում կայացած, կայանա որպես քաղաքացի, որպես սոցիալական կյանքով, հա, ապրող, օգնող, աջակցող ու կարծում եմ մենք այդ ճանապարհի վրա ենք 5 տարի հետո ավելի մասշտաբային ու մեծ ենք լինելու։ Դրա մասին է, կարելի ասել իմ փոքրիկ գերազանքը ակումբին վերաբերվող։ Բացի ակումբից նաև դուք իրականացնում եք հետաքրքիր գրական երեկոներ, որոնք նվիրված են պոեզիային, երաժշտությանը, որոնք շատ սիրուն են, շատ էսթետիկ։ Իրականում ես միշտ ուզեցել եմ ներկա գտնվել, բայց միշտ ինչ-որ մի պատճառներով չեմ կարողացել, բայց հետևել եմ, ուշով հետևել եմ, թե ինչ եք անում, եւ տեսել եմ այն հոծ բազմությանը, որը միշտ ներկա է գտնվում միջոցառումներին, եւ իսկապես տեսել եմ այն իրական, աուտենտիկ իրավիճակը, որը ստեղծվում է բեմում։ Մենք մի անգամ զրուցեցինք, դուք ասացիք, որ շատ ժամանակ մեզ չեն միանում, հա, միայն դերասանները, այլ նաև մենք, չլինելով դերասան, շատ ժամանակ մասնակցում ենք այդ պոեզիայի երեկոներին։ Հետաքրքիր է այդ մտահղացումը ոնց առաջացավ, որովհետև հիմա պոեզիայից շատերն են հեռացել։ Օրինակ սովետական միության տարիներին ծնված մարդիկ պոեզիա սիրում են, բայց ավելի երիտասարդ սերունդը պոեզիայի հետ այդքան էլ ընկերություն չի անում, կարող եմ ասել, բայց հիմա ես ինքս նկատում եմ, որ կա տենդենց, որ շատերն են փորձում գրական երեկոներ անել ու էլ ավելի մոտենալ պոետիկ արվեստին։ Մի քիչ պատմեք, ոնց ստացվեց մտահղացումը։ Նախ երևի իմ առաջի կրթությունից է դա, հա, ոնց որ ծնվի այդ գաղափարը, որովհետև ես ավարտել եմ դպրոցի 90-ականների վերջ եւ ունեի երազանք ոնց որ երևի ցանկացած, չգիտեմ, ցանկացած աղջիկ բեմում լինել։ Սկզբից ինձ փորձեցի պարային, հա, ասպարեզում, հետո հասկացա, որ իմս չի, դաժան տարիներ էին եւ ամեն դեպքում հասկացա պարը իմս չի։ Հետո սկսեցի արդեն շատ հետաքրքրվել թատրոնով, բայց ծնողներս, ինչպես եւ շատերիս ծնողները, անպայման իմ համար երազում էին, որ ես ունենամ ակադեմիական կրթություն եւ շատ կարդում էի։ Մութ եւ այսպես ասած ցուրտ տարիներին դու կարող եք չհիշեք, կար դրա մեջ մի շատ մեծ առավելություն, որովհետև ցուրտ էր, մութ էր, զբաղմունք չկար ինտերնետ, չկար հեռուստատեսություն, ռադիո, ոչ մի բան չկար, եւ իմ սերունդի երեխաները շատ ժամանակ անցկացնում էին կամ բակում խաղալիս, կամ տանը կարդում էինք մեծ քանակի գրականություն, ու բոլորիս տանը այդ սովետական միությունում ծնված երեխաների մոտ պարտադիր էր տանը ունենալ համենայն դեպս մեզ մոտ ռուսական գրականություն էր մեր մոտ եւ կար բարձրավոր հայ բանաստեղծների եւ արձակագրողների գրքերը շատ մեծ քանակի էին եւ քանի որ մենք ունեինք շատ ազատ ժամանակ, շատ կարդում էինք եւ ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ Երևանի պետական համալսարան. Շատ շնորհակալ եմ իմ դասախոսներին եւ իմ առաջի դեկան էր Լևոն Մկրտչյանը, որը թարգմանել էր Սասունցի Դավիթ էպոսը, հետո հիմնեց Ռուս-սլավոնական համալսարանը, վերին աստիճանի կրթված, զարգացած մի մարդ, որը իմ համար դարավ օրինակ, ինչպես պետք է լինի դասախոսը եւ մարդը։ Հետո Նատալիա Գանչարը շատ դասախոսներ ունեի, ցանկացած իրենց դասախոսության ժամին ես ինձ զգում էի թատրոնում, որտեղ մեծ աուդիտորիայում, ամբիոնին, կարծես, չգիտեմ, կարծես իրոք մոնոթատերական ներկայացումն էր։ Եվ ես երազում էի դրա մասին ու պարզ է որ սովետական միությունում ես ինքս չեմ հիշում, բայց ինձ պատմում էին իմ ծնողները կային սալոնների վիճերա։ То есть մարդիկ հավաքվում էին, շատ էր ընդունված, իմ հայրիկս էր շփվում շատ գրողների հետ այն տարիներին, հա, 70-ականների վերջ, երբ որ երաժշտություն էր, պոեզիա էր, շատ մի պահ 70-ականների վերջ իմ հայրիկի պատմելով եմ, հա, հիշում, որ շատ տարածված էր այդ կվարտիրնիկները, հա, մարդիկ իրենց տներում էին հավաքվում, նույնիսկ ոչ գրքերից, ինչ որ տպագրված, շատ հետաքրքիր գործեր էին կարդում եւ պարզ է որ շատ հաճախում էինք թատրոն։ Ես երազում էի թատրոնի մասին, ապրում էի, որ ուզում էի որ անպայման բեմ մի օր բարձանա
եւ ասում են երազանքները միշտ իրականանում են, եթե ինչ որ մի բան շատ ես ուզում։ Տարիներ անց սկսեցի անել տարբեր ռեստորաններում ու ունեմ նաև ընկերուհիներ, որոնք եւս իմ նման Մոսկվայում էին կազմակերպում գրական երեկոներ, միացանք մի քանի աղջիկներով, սկսեցինք անել շատ տարբեր գրական երեկոներ։ Հետաքրքիր սրճարաններում, հետո հասկացանք, որ երաժշտությունն է մեզ պակասում, սկզբից ռուսերեն էինք անում, հետո սկսեցինք նաև հայերեն անել, իմ համար շատ դժվար էր ինձ համար, որովհետև ես ունեմ ռուսական կրթություն եւ բուհն եմ ռուսերեն ավարտել, եւ դպրոցը պարզ է ու սկսեցինք սովորել հայերեն, այսպես ասած, կարդալ, հրավիրում էինք մեր ընկերներին, շատ շնորհակալ եմ Բոհեմ թատրոնին, իմ ընկերուհուն Կրիստինա Հովհաննիսյանին եւ Նարեկ Դուրյանին, ու նաեւ պետք է նշեմ, որ հայտնվեցին մարդիկ հետո, որոնք աջակցեցին ինձ, որովհետեւ այդ ամբողջը մի դժվար է կազմակերպել, հա, եթե դու չունես հովանավորներ, ID բանկին եմ ուզում նշեմ ու Իդրամին, որոնք այդ մարդկանց նվիրեցին ներկայացումներ։ Մտահղացումը իմն էր, սցենարը իմն էր, առաջի ներկայացումը նվիրված էր կնոջ ուժին, պատերազմից հետո էր եւ իմ դերասան եւ ոչ դերասան ընկերները օգնեցին ինձ, մենք կազմակերպեցինք եւ կարդացինք ժամանակակից արձակ Հովիկ Աֆյանին, կարդացինք Չարենց, կարդացինք Սևակ, կարդացինք Ախմատովը, ու շատերը չգիտեին, որ նույն Ախմատովային, նույն Չարենցին Ախմատովան թարգմանել է ռուսերեն պատստրոչնիկներով։ Այդ ամբողջը նկարահանվում էր եւ YouTube-ում հիմա կա, ծախսատար էր, բայց մնայուն էր, որովհետեւ հիմա իմ երեխաները, ամենայն դեպս իմ երեխաների սերունդը հետաքրքրված է գրականությունով։ Ես կարծում եմ, որ ես ու իմ նման մարդիկ, որոնք կազմակերպում են գրական երեկոներ, այդ լուման թողում են, որտեվ սարքում են տրենդային, շատ ժամանակակից։ Մենք կազմակերպում ենք այդ գրական երեկոները ավելի ժամանակակից երաժշտության տակ։ Օրինակ Հայ Կարոյի երաժշտության տակ մենք կարդում ենք Չարենց կամ Սևակ։ Պարզ է, որ այդ սերունդը Թումանյան կամ Սևակ լսելով այն երաժշտության վրա, հա, դա ինչ որ միտեղ նեյրոմարկետինգ է, իր ուղեղի վրա դա ուրիշ ձև է ազդում։ Դա ուղղակի այն հին սովետական ասմունքի երեկոները չէ։ Ու երբ որ դերասանները կամ մարդիկ, որոնք բեմ են դուրս գալի, հագնված են մի քիչ ավելի ժամանակակից, հա, ոչ թատերական ինչ որ հագուստներով, հավատացեք, երիտասարդությանը դա շատ հետաքրքրում է եւ իմ աղջիկը իմ հետ բոլոր իմ երեկոների ընթացքում կարդում էր։ Ես շատ սիրում եմ մայրիկիս նվիրված երեկոն եւ հայրիկիս, որովհետեւ գիտեք, մենք անշնորհակալ երեխաներ ենք, մեկը, հա, երբ որ մեր ծնողները ողջ են, մենք միշտ չի, որ ամեն օր իրենց շնորհակալություն ենք ասում։ Ու այդ երեկոների ընթացքում իմ բոլոր ընկերները կարծես թերապիա լիներ հոգեբանական։ Կարողացան իրենց ծնողների հետ, որոնք ողջ են կամ ցավոք սրտի այլ չեն ապրում, կարողացան իրանց սրտի խոսքը այդ բանաստեղծությունների կամ սիրուն արձակի միջոցով շատ սիրուն հասցնել։ Դրա համար մերսի ձեզ հարցի համար շատ սիրում եմ այդ երեկոները եւ կուզենամ շարունակական լինեն։ Հիմա ապագայում պլանավորում եք այդպիսի երեկո անել։ Պլանավորում եմ, պլաներում կա ու ես չեմ վախում իմ գաղտնիքները բացել։ Գիտեք, չեմ ուզում ասեմ ինձ են կրկնօրինակում, որտեվ ես հեծանիվ չեմ հորինել ու ես չեմ մտածել, հա, գրական երեկո անելը Ռուսաստանում են շատ անում, արտասահմանում է, Հայաստանում են ֆանտաստիկ, մենք ունենք դերասաններ, Չոբանյանի ձայնն եմ ես շատ սիրում, Նազենի Հովհաննիսյանի, Արևիկի, բոլորին կարող եմ թվարկեմ, շատ սիրում եմ, բայց այո, շատ տարածված է, շատ լավ է, մենք դրա մասին խոսում ենք եւ գրական երեկոները, եւ կանանց ակումբները, ինչքան շատ լինեն, այդքան կատեգորիան կմեծանա, ու պարզ է, երբ որ ինչ որ մեկը թեկուզ քեզ կրկնօրինակում է կամ նման ինչ որ երեկոներ է կազմակերպում, դու ավելի զգոն ես լինում, ու պարզ է, որ ավելի լավ ես պատրաստվում։ Եվ այո, ես հիմա պատրաստում եմ մի երեկո, որը նվիրված է լինելու փակագծերը բացումը մեր էգոին։
դա միայն կանանց չվերաբերվելու, այլ վերաբերվելու ինչ է էգոն մեզ համար, հետաքրքիր պրոյեկտ է, իմ կանանց ակումբի աղջիկներից մեկի համար է արվելու, որը ունի ապրանքանիշ, որը նոր է դուրս գալու Հայաստանի շուկա եւ նվիրված է լինելու երևի այդ ապրանքանիշին։ Տեսնենք, Աստված առաջ, հուսամ շատ լավ կլինի, ու կնշեմ, որ բացի գրական երեկոներից, ես հիմա փորձում եմ անեմ նաեւ երեկոներ, ընթրիքներ, որոնց ընթացքում կարդում ենք տարբեր հատվածներ մի ստեղծագործությունից, եւ ստեղծագործությունը անպայման պետք է ունենա գաստրոնոմիկ ինչ-որ մի акցент, բնույթ։ Եվգենիա Անեգին արեցինք, Ֆրիդա ենք արել։ Ոյ, ափսոս, որ ես ներկա չեմ եղել, հաճույքով Ֆրիդան կկրկնենք, որովհետև Ֆրիդան շատ կիսատ մնաց եւ Ֆրիդայի եւ Դիեգոյի սիրո պատմությունը շատ վառ, ու ես փորձում եմ դա համադրել մեքսիկական ուտեսների հետ, տեկիլայի հետ եւ սիրո պատմության հետ։ Արել եմ երեկո, որի ընթացքում նաեւ նկարում ենք, որտեղ всё-таки Ֆրիդան դա վառ գույների մասին է եւ այլն եւ այլն։ Կարծում եմ դրան հենց կվերադառնանք, որտեղ Ֆրիդայի մասին երեկոները կարան լինեն շատ տարբեր եւ շատ տարբեր որակի եւ շատ տարբեր տեղեր։ Հուսով եմ թատրոնում էլ անպայման Ֆրիդայի նվիրված մի երեկո կանենք։ Այսպես լսում եմ ու մտածում եմ, մարդը ինչքան պիտի ֆանտազիա ունենա, որ որոշի ու մտածի, որ կարող է Ֆրիդային նվիրված երեկո անել, որտեղ մարդիկ պիտի ունենան անպայման ծամակալներ, հատուկ dress code, որովհետև տեսել եմ նկարներ եւ ինձ հետաքրքրել է, թե այս ինչ միջոցառում է, անգամ ինքս մտել եմ նայել եմ, ուսումնասիրել եմ, բայց ցավոք չեմ իմացել, թե չհաճույքով կուզեի ինքս էլ ներկա գտնվել։ Ես իրոք շատ կարևորում եմ այդ ներդրումը, այսպես խոսում ենք, մեզ թվում է, թե փոքրիկ կամերային ինչ որ երեկույթներ ենք մենք անում, 10 հոգու, 20 հոգու համար, մեզ թվում է, թե դա փոքր թիվ է, բայց իրականում մենք մեր արածի արդյունքը եւ ազդեցությունը շատ ժամանակ չենք զգում եւ չենք հասկանում։ Հիմա նաեւ նույնը վերաբերում է ձեզ, որովհետեւ շատ ժամանակ ձեր ակտիվ կյանքի մեջ գուցե դուք չպատկերացնեք այն արդյունավետությունն ու այն ազդեցությունը, որը իրականում կա եւ ակումբում եւ գրական երեկոների մեջ, բայց դա իրականում մեր բոհեմական կյանքում շատ մեծ բան է փոխում։ Վերջերս ես շատ եմ խոսում Երևանի բոհեմական կյանքի մասին, որը իրականում կա։ Շատերը ապրում են այդ կյանքով, շատ ավելի ակտիվ, շատերը չեն ապրում այդ կյանքով, բայց հետևում են։ Ու հետաքրքիր է, որ այն մարդիկ, ովքեր կան այդ բոհեմական ակտիվ ապրելակերպի մեջ, իրենք անդադար մտածում են, ստեղծագործում են, նոր ու կրեատիվ բաներ են անում։ Չգիտեմ դուք ինչքանով եք ձեզ համարում բոհեմական մարդ, թե ոչ, բայց ես կարծում եմ, որ դուք ամեն դեպքում ապրում եք բոհեմական կյանքով։ Հետաքրքիր է, լավ, այսքան զբաղվածություն ունենալու հետ մեկտեղ, այսքան լավ օգտակար գործունեություն ծավալելով, ձեզ համար ձեր էգոն որտեղ է շորվում, քանի որ խոսեցինք մենք էգոյի մասին, խոսեցինք էգոյի կարևորության մասին, բոլորս գիտենք, թե հայ իրականում ինչ ենք մենք անում մեր համար, ինչ ենք մենք անում մեր էգոյի համար, բայց հետաքրքիր է դուք ինչ կարծիքի եք, ձեր էգոն ձեզ ուր է տանում։ Ոյ, շատ լավ հարց է ու կպատասխանեմ շատ մեծ սիրով, այսօր մի reels, ես չեմ դրանով զբաղվում, մի քիչ երկար կպատասխանեմ, մենք մինչև հարցազրույցը խոսում ենք ձեր հետ, եւ գիտեք, կարծում եմ բոլոր կրթված մարդկանց մոտ լինում են կրիզիսներ, հա, լինում են ինչ-որ անկումներ, երբ որ ինչ-որ մի բան է ստեղծում, կանգնում ես մի բան, անում ես քեզ կողքից եւ ասում ես ում է սա պետք։ Ում համար ես դու գրում այս տեքստերը, օրինակ ես, կամ ում համար ես նկարում, կան չէ, տենց տաղանդավոր մարդիկ, շատ ժամանակ ես հիմա չեմ ուզում անուններ տամ, բայց ֆանտաստիկ տաղանդավոր մարդիկ կան իմ շրջապատում, ու հարցեր են տալի իրենց, ում համար ենք դա անում։ Մեզ չեն կարդում, մեզ չեն լսում, համերգների օրինակ չեն գալի, բայց ես տեսնում եմ դրա հակառակ կողմը։ Շատ ժամանակ ինձ եւ իմ ընկերներին փողոցում մարդիկ են մոտենում եւ ասում են, օրինակ, մենք ձեզ տեսանք այսինչ տեղը դուք պայքարում եք ինչ որ մի բանի համար, հա, օրինակ, երբ որ դու հոգնում ես եւ դա ցանկացած մարդու մոտ լինում է։
հոգնում ես, դու ուզում ես դուրս գաս այսպես ասած սոցիալական կյանքից եւ չզբաղվես ոչ մի բանով, որովհետեւ դա ոչ մեկին պետք չի, չդասախոսես, բայց գիտեք իմ հետ ինչ կատարվեց մի օր ինձ դուրս չեկավ ինչ որ երիտասարդ մի աղջկա արտահայտություն, որը ես հասկացա, որ ցավոք սրտի այդ աղջիկը չի առնչվել այն դասախոսների հետ եւ այն մարդկանց հետ, որոնք ինձ դասեր են տվել կամ իմ ընկերներին։ Եվ եթե ինչ-որ մի բան ուզում ես փոխել, շատ դժվար է։ Պետք է սկսես քեզնից եւ գնահատես այն, ինչը քո համար արել են ուրիշները, եւ գնաս առաջ եւ սովորացնես։ Դա շատ դժվար ճանապարհ է, որտեղ դու քեզ չես խնայում։ Այն հարցին թե ես ինձ համարում եմ բոմոնդ թե չէ, մեր մոտ մի քիչ շատ սուր է տարբերությունը, հա, գլամուրի, բոմոնդի, underground-ի, այդպես շատ լիքը նոր տերմիններ կան։ Ես ինձ բոմոնդ չեմ համարում, անկեղծ, որովհետև ոչ ժամանակս է ըստ ինձ այդքան հերիքում, ոչ ռեսուրսս, էներգիաս կա, բայց իմ էներգիան վերջի 20 տարիների ընթացքում, ինչքան է որ դա չի երևում, ես փորձում եմ ավելի շատ նվիրել իմ երեխաներին։ Ու այդ հարցը այսօր պատտվում էր իմ գլխում, այդ ռիլսը, երբ որ նկարեցին իմ համար մի հետաքրքիր պրոյեկտի մասին, հիմա չենք խոսի դրա մասին, ինձ հարց տվեցին, որն է իմ տունը։ Եվ այդ հարցի պատասխանը, գիտեք, ես շատ երկար sense փնտրում եի, որ իմ տունը դա Երևանն է, իմ տունն է, իմ ընտանիքն է, այո, իմ ընտանիքն է, բայց ամենակարևորը, որ ես իմ ներսն եմ նայում։ Ես ինձ համեմատում եմ երեկվա Ալվինայի հետ, բարբուն իմաստով, հա, երեք ես ինչ էի, երեք շարաչորը ես ինչ էի եւ 2 տարի առաջ ես ինչ էի եւ ինչ օգուտ է ես տալի այս հասարակությանը եւ իմ ընտանիքին։ Բայց եթե ես ասեմ որտեղից եմ ես դա վերցնում, այդ ամբողջ ուժը, էներգիան ու կարծում եմ շատ կանայք իմ նման, դա իմ ընտանիքն է։ Ու պարզ է ես եմ հոգնում նույնիսկ իմ երեխաների հետ, հա, անցկացրած ժամանակից, կենցաղից, աշխատանքից, բայց տանը իմ երեխաների հետ ես դրա համար շատ կանանց միշտ ցանկանում եմ որպես հայկին անպայման իրենք ստեղծեն իրենց ընտանիքը եւ ունենան բալիկներ։ Ինչքան հնարավոր է շատ, որտեվ այն սերը, որը ես տանում եմ իմ բալիկներից, այն սերը, որը ես տալիս եմ, դա բացառիկ սերն է, ոչ մի բանի հետ չհամեմատվող է։ Ու պարզ է, որ ընտանիքը դա իմ մայրն է, իմ ամուսինն է, ամենահզոր ուժն է եւ իհարկե թող պաթոս չհնչի իմ Հայաստանը։ Էներգետիկան ֆանտաստիկ է։ Ես ոչ մի երկրում, ոչ մի քաղաքում չեմ ստանում այդ ուժը, որը ստանում գուցե մեր ջրից, մեր հողից, ես չեմ կարող ասել, մեր օդից։ Շատերը ասում են աղտոտված է, այո, շատ վատ բաներ կա, բայց ես փորձում եմ միշտ այն շարավիղով, որտեղ ես ապրում եմ, կամ որտեղ ես հիմա գտնվում եմ, ստեղծել այդ լույսը։ Եթե ես կարող եմ, ես ամեն ինչ անում եմ, ես պայքարում եմ, ես ունեմ շատ ընկերներ, որոնք ինձ օգնում են, մաքրել փողոցը, սովորացնում եմ, փորձում եմ այն, ինչը ինձ խանգարում է, ինչ որ մի ձև վերացնել եւ այդտեղից ուժ ստանալ։ Դες ստանալ այն պատկերը, որը ես երազել եմ, այն քաղաքը, այն ընտանիքը եւ հավատացեք, իհարկե Աստված, ինչքան է մենք փորձում ենք դրա մասին չխոսեմ, կա մի ուժ, որը քեզ միշտ օգնում է։ Երբ որ դու խնդրում ես, քեզ տալիս է այդ ուժը, այդ էներգիան եւ կարողանում ես ցանկացած հայկինը, ու կարծում եմ ընդհանրապես կանայք, մայրերը կանայք կարողանում են իրենց աղոթքով, մտքով, խոսքով ֆանտաստիկ բաների հասնել։ Շատ ժամանակ մենք ապրում ենք մեր ընկերների, մեր հասարակության, մեր այդ նեղ շրջապատի մեջ ու տեսնում ենք միայն մեր շրջապատում կատարվելիքը եւ շատ ժամանակ մտածում ենք, որ աշխարհում դա եւս այդպես է, իրականությունից այսպես ասած մի փոքր կտրվում ենք։ Բայց երբ դուք խոսում եք ձեր շրջապատում, ձեր հարազատների հետ, ընտանիքի հետ, երեխաների հետ,
օգտակար եւ արդյունավետ ժամանակ անցկացնելուց, որը նաեւ դες տալիս է ռեսուրս, դա կարծես ստեղծում են պատկերը, որ դուք ապրում եք իդեալական կյանքով, որին շատերը ձգտում են։ Բնական է դա իդեալական չէ ամբողջությամբ, հասկանալի է, բայց շատերս հիմա ձգտում ենք իրոք ապրել խաղաղ, ունենալ երեխաների եւ ընտանիքի հետ ինչ-որ ազատ պահեր, ժամեր, որ կարողանանք նրանց ժամանակ տրամադրել։ Շատ ժամանակ ձգտում ենք, որպեսզի այդ ժամանակը լինի շատ որակյալ, որպեսզի այդ պահի մեջ կարողանանք մնալ ու չմտածենք երեխաների հետ օրինակ զբաղվելիս, որ վայ, գործերս մնացին, վայ, սա չարեցի, վայ, ճաշը չեփվեց։ Հետաքրքիր է, օրինակ դուք ո՞նց եք կարծում հայ կնոջ կյանքում ինչ օրհասական խնդիրներ կան, որոնք կնոջը խանգարում են իր կին տեսակի մեջ մնալուց, իր կյանքը վայելելուց եւ ստիպում են, որպեսզի կինը մտածի ամեն ինչի մասին բացի իրենից։ Ես անկեղծ ձեզ ասեմ, ես չեմ պատկերացնում, որովհետև ես իմ վրա շատ եմ աշխատել ու այն կանայք, որոնք իմ հետ են շփվում, մենք շատ մեր վրա աշխատում ենք։ Ամենակարևորը ոչ մի բանից չունենալ зависимость, ոչ մի բանից չլինել կախվածության մեջ։ Ես երեքուրիկիս հետ էի խոսում, նայեք մարդը, Վարդադիչի հայկին, ընդհանրապես մարդիկ իմ կյանքի փորձը ինձ ցույց է տվել, որ մենք մեր խնդիրներից կամ մեր հոգեկան ինչ-որ կրիզիսների ժամանակ գնում ենք դեպի կախվածություններ։ Դա կարող լինի շատ սկսած ամենավատ բաներից, վերջացած շատ պրիմիտիվ, սպորտն էլ է կախվածություն, ընտանիքն էլ է կախվածություն։ Իմ համար իդեալականը, то есть իմ կրթությունը, այն գրքերը, որ ես եմ կարդացել, հոգեբանական կրթությունը ինչ որ միտեղ, այդ ճանապարհին եմ ես հիմա, փորձում եմ այդ բալանսը, որը շատ դժվար է պահել, բալանսը պահել, որովհետև ու բալանսը ոնց եմ պահում, պահի մեջ եմ, եթե ես այսօր պետք եմ իմ երեխաներին, իմ երեխան ջերմում է, ես շատ շնորհակալ եմ այն աշխատավայրին, որտեղ ես աշխատում եմ, որովհետև ես այն կրիզիսային աշխատանքով չեմ զբաղվում, դե իմ աշխատանքն էլ եմ ինչ որ միտեղ տոն, ես զբաղվում եմ միջոցառումների կազմակերպումով եւ կարող եմ ինձ թույլ տալ գնալ իմ հիվանդ երեխաների մոտ։ То есть ես չեմ պաշտպանում իմ հայրենիքը եւ ես բժիշկ չեմ կամ ինչ որ չունեմ այն մասնագիտությունը, որը 24/7-ի վրա պետքա լինեմ իմ աշխատանքի վայրով։ Դա ոչ թե իմ ընտրությունն է, այդպես է իմ կյանքը դասավորվել։ Ես երազում եմ լինել բժիշկ, բայց ես հասկացա, որ ես նաեւ երազում եմ լինել մայր։ Եվ ես փորձում եմ այդ բալանսը այդպես պահել։ Եթե ես պետք եմ տանը, ես այդ պահին տանն եմ։ Եվ մոռանում եմ ամեն ինչ։ Ես տանը չեմ աշխատում երբեք։ Դե դա կարողություն է, որը շատերին տրված չէ, մարդիկ փորձում են դա սովորել։ Այո։ Դա ոնց է ստացվում։ Ճուստը վինե։ Ես փորձում եի տարիներ շարունակ, որովհետև երբ որ գնում եմ աշխատանքի եւ փողնում եմ իմ նորածին համարյա բալիկներին, ես շատ վատ եմ զգում։ Անկեղծ եմ ձեզ ասում։ Հիմա որ հետ եմ նայում եւ հասկանում եմ, որ այո, Ալվինային ինձ իմ էգոն շոյելու համար, ինչ որ միտեղ գումար աշխատելու համար, ինչ որ միտեղ նոր բան սովորելու համար պետք էր դուրս գալ տնից, որովհետեւ երբ որ ես պահում եմ երեխաներին եւ չէի գնում աշխատանքի, ես ինձ բռնացրեցի մի օր մտքի վրա, որ ես մինչև ցերեկվա 4-ը նույնիսկ չի փոխվել։ Ոնց առավոտյան դու այսպես ասած զարթնել եմ տենց տան գործերով եւ հասկացա, որ ես չեմ կարող, դա չի նշանակում, որ դա բոլորի համար է այդպես։ Գուցե կան կանայք, որոնք իրենց շատ լավ են զգում միայն երեխաներին խնամելով, ես զբաղվելով երեխաներով։ Կան կանայք, որոնք իրենց շատ լավ են զգում միայն աշխատանքի վայրում։ Կան տենց կանայք եւ երեխաներին էլի շատ լավ մեծացնում են օգնողների, դայակների, մամաների շնորհիվ։ Ես տեսել եմ շատ տարբեր են։ Ես հիմա երբեք չեմ փորձում խոսել, որ սա դոգմա է եւ պետք է այսպես լինի։ Ես խոսում եմ ոնց է իմ մոտ եւ իմ շրջապատում։ Ես տեսել եմ կանայք, որոնք կարողանում են այդ համադրել։ Եթե իմ տանը չկա եփված ջաշ, ես շատ նորմալ եմ դրան նայում։ Ես կարող եմ ինչ-որ մի բան պատվիրել, որտեղ մենք ապրում ենք հիմա 2026 թվականն է, այսպես ասած, եւ մենք կարող ենք մեզ դա թույլ տալ։ Շատ ավելի հեշտ է ապրել։
Եվ իհարկե ես շատ կուզենամ, որ տղամարդիկ կանանց օգնեն։ Ես շատ շնորհակալ եմ իմ ամուսնուն, մի քիչ սիրուն չի եթերում դրա մասին խոսալ, եւ ես չեմ սիրում, դուք գիտեք, ինքն էլ չի սիրում, բայց գիտեք իմ ամուսինն ինձ ազատություն է տվել։ Ինքը ինձ տվել է ազատություն այն չափով, որ ես կարողանում եմ բեմ դուրս գալ, կարողանում եմ ասմունքել, կարողանում եմ ինչ որ մի ժամանակ անցկացնել իմ ընկերների, իմ ընկերուհիների հետ։ Եթե պետք եմ աշխատանքի վայրում, ես կարող եմ շատ երկար մնալ իմ աշխատանքի վայրում եւ դա ինչ որ միտեղ ազատություն է։ Իմ ամուսինը ինձ տվել է այդ ազատությունը։ Ոչ բոլոր հայ կանայք եւ ոչ միայն հայ, հա, ես կարող եմ ասել տարածաշրջանում շատ կանայք հələ որ ապրում են, abuse բառը չեմ ուզում ասել, դա abuse չի, այլ հին եւ ինչ որ տենց սահմանների կարծրատիպային մտածողության որ կինը պետքա չաշխատի, ես ունեի շատ լավ ընկերուհի, որը մի օր ինձ ասեց, որ գիտես, լավ կինը պետք է չաշխատի, ինքը պետք է օջախը պահի, տունը վերահսկի, հա, որ ամբողջը կարգին լինի, երեխաները, ճաշը եւ ֆազ լինի։ Ես հասկացել եմ, որ ես այդ կանացից չեմ եւ երևի իմ բախտը բերել իմ ամուսինն էլ այդպես չի։ Մենք մտածում ենք, որ եթե մենք տանը չունենք այսօր ընթրիք, օրինակ ես հիմա ձեր մոտ եմ եւ չունեմ ընթրիք, մենք կարող ենք երեկոյան գնալ սրճարան եւ դա փառք Աստծո այդքան մաչելի է հիմա եւ մենք աշխատում ենք եւ կարող ենք դա թույլ տալ մեզ։ Եվ կուզենամ, որ իմ երեխան եւ իմ ընկերուները այդպես ապրեն, հա, որ կարողանան այդ բալանսը հանգստի եւ աշխատանքի, ընտանիքի կարողանան պահել, դա իրոք շատ դժվար է, որովհետեւ ես ինքս այդ ճանապարհը անցել եմ, երբ որ աշխատանքից եկել եմ եւ լացել եմ, որ օրինակ իմ աղջկա ինչ որ մի բառը չեմ լսել ոնց է արտասանն է, հա, առաջինը ես չեմ տեսել։ Բայց հետո անցել են տարիներ, ես հասկացել եմ, որ ինքը մեծացել է շատ մեծ սիրո մեջ, դայակների, իմ մայրիկի օգնության, իմ քույրիկի օգնության, շնորհիվ եւ ֆանտաստիկ լավ աղջիկ է մեծացել, նույն ձև իմ տղան է հիմա մեծանում։ Մենք ունենք շատ լավ Երևանը եւ Հայաստանը թույլ է տալի մեզ, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ շատ փոքր երկիր է եւ մենք կարող ենք 5-10 րոպեում 20 րոպեում հասնել աշխատանքից տուն եւ կարողանում ենք ցանկացած հարց լուծել շատ արագ եւ մենք ունենք շատ ընկերներ, որոնց հետ կիսում ենք մեր լավ եւ վատ օրերը։ Դա ցանկացած հոգեբանից ավելի լավ է, որովհետեւ երբ որ ինձ լավ է եղել կամ վատ է եղել, ես զանգել եմ իմ ընկերներին, իմ ընկերուհիներին, հիմա էլ եւ նույնիսկ ոչ շատ մոտիկ ընկերների հետ դու կարող ես 10 րոպեում Հայաստանում ցանկացած հարց լուծել, ծանոթի միջոցով, ընկերների միջոցով, կարող ես քո երեխային թողել հարևանի մոտ, հա։ Դա ֆենոմեն է, դա ֆենոմեն է, որովհետև եթե քեզ պետք է իջնել խանութ, դու կարող ես քո երեխայի հետ իջնել եւ քեզ վստահ, ես օրինակ ապրում եմ, հա, Երևանում ոնց ծնված օրվանից, ես ոչ միտեղ չեմ տեսա այսքան բարի մարդ, ինչպիսի որ Հայաստանում է։ Դու կարող ես բակում ինչ որ բան գնել եւ բակի տղաները կարող են քեզ ուղեկցել եւ տուն տանել քո ծնած ապրանքը, ծանր իրերը եւ այդ care, հա, այդ անգլերեն շատ լավ բառ է, հոգատարությունը շատ է մեր երկրում։ Դրա համար կարծում եմ ես շատ կուզենամ մեր տղամարդիկ մի քիչ ավելի ազատ իրանց կանանց թողեն, իրենց ստեղծեն հետաքրքրություններ, դա անպայման չի աշխատանք։ Կինը պետքա միշտ ունենա հետաքրքրություն։ Շատ ժամանակ ես ասում եմ, որ անգամ եթե կնոջ աշխատելու անհրաժեշտությունը չկա եւ տղամարդը կարողանում է ընտանիքը ապահովել եւ ուզում է որպեսզի իր կինը ուղղակի հանգիստ կյանքով ապրի, պետք է նաեւ տղամարդը հիշի, որ իր կնոջը գուցե պակասում է լիարժեք երջանիկ լինելու համար այդ ամեն օր գեղեցիկ հագնվելը եւ տանից դուրս գալը։ Որովհետև ինչքան էլ որ պայմանները լինեն լավը եւ այլն, երբ որ կինը իրեն զգում է օգտակար եւ ապահովում է իր կյանքի ռեալիզացիան եւ այդ ռեալիզացիան չի սահմանափակվում միայն տանը լինելով, ընտանիքը պահելով, երեխաների մասին հոգ տանելով։ Կինը աճում է, կինը նոր բաներ է սովորում, նա դառնում է ավելի լավը եւ ինչպես դու ասացիր, հա, ամեն օր ինքը իրեն է գերազանցում ավելի լավը դառնալով եւ կարծում եմ որ դա ամենալավ անտիստրեսն է էլ ավելի լավը դառնալու եւ ինչու ոչ նաեւ ներքին բալանսը գտնելու համար որովհետեւ իմ կարծիքով եթե մարդը ինքը իր մեջ կարողանում է գտնել այդ ներքին բալանսը նա կարողանում է արդեն այդ բալանսը տեղափոխել եւ իր աշխատանքային դաշտ եւ իր ընտանեկան դաշտ եւ իր կյանքի բոլոր հնարավոր պլատֆորմներ Լրիվ համաձայն եմ թագավորական ընտանիքներում հավատացեք դուք ինձանից լավ գիտեք որ ոչ մի կին ստիպված չի աշխատել
իրենք ունեն ինչ որ պրոտոկոլ, կանոններ, որ կան կետեր, որոնք իրենք պետքա անպայման, իրագործեն, դա բարեգործական ինչ որ գործունեությունն է կամ ամուսնուն, այսպես ասած ամուսնու հետ ինչ որ ճամփորդելը, ես կարծում եմ, եթե ամուսինը վաստակում է այնպես գումար, այնքան գումար, որ կինը կարող է չաշխատել, միևնույն է, կինը պետք է ինչ որ բանով զբաղվի։ Դա կլինի սպորտ, պար, ինչ որ մի բան, կինը պետք է շպարվի, թաքնվի, սիրուն դուրս գա, որտեղ պրինցեսա Դիանան վստահ եմ ես, որ կարիք չուներ աշխատելու, թե իր տիտուլով եւ այլն եւ այլն, բայց ինքը մեր համար այքոն էր, ինքը մեր համար իդեալ էր եւ բոլոր բրենդերը, բոլոր կանայք նայում էին իրեն եւ ինքը օրինակ էր եւ այդ բարեգործությունը ինքը սարքեց տրենդ։ Բոլորը սկսեցին իր հետևից կրկնել, գրել այն պայուսակը, որը ինքն է կրում, անել այն բարի գործերը, որը ինքն էր անում։ Երբևիցե մենք չենք տեսել, որ թագավորական ընտանիքից մեկը այդքան ազատ ճամփորդեր եւ հիվանդ մարդկանց դիպչեր ձեռքով այդ այսպես ասած այդ խնամեր եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ ամեն մարդ կգտնի, ամեն կին կգտնի ճանապարհը իրեն գերազանցելու։ Մեկը կարա բարեգործության մեջ լինի, մեկը կարա կավագործության մեջ լինի, բայց ամեն դեպքում ես իմ փորձից ելնելով եմ ասում, դիսցիպլինան եւ ռեժիմը ֆանտաստիկ բան է։ Թեկուզ երեխաներին խնամելը, դա երեխաներին խնամելը էլի աշխատանք է, ուղղակի կինը ինչ որ մի տեղ, ինչ որ մի ժամ պետք է նվիրի իրան։ Օրինակ ես, երբ որ հարց տվեցիք որտեղից այդ էներգիան, կան ժամեր, երբ որ ես նվիրում եմ ինձ։ Դա մերսումն է, դա ինչ որ պրոցեդուրաներ են, որտեղ ես հանգստանում եմ, կամ հաճախում եմ ինչ որ խմբակներ, որտեղ պարում եմ, կամ ինչ որ վարժություններ եմ անում, ամեն դեպքում մնում եմ մենակ, հանգստանում եմ, լիցքավորվում եմ եւ հետո էլ ավելի օգտակար եմ լինում իմ ընտանիքի համար։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, եթե մեզ թույլ տային գուցե մեր զրույցը տևեր անվերջ, բայց ցավոք մեր եթերաժամը սահմանափակ է, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հետաքրքիր գեղեցիկ զրույցի համար ու վստահ եմ, որ այն կանայք, ովքեր լսեն մեզ, իրենց համար գոնե ինչ-որ մի օգտակար ինֆորմացիա ու այսպես լայֆ հակ կարողանան տանել։ Սիրով, երերի եթերի այսպես ասած ժամանակը այդքան սուղ է ու ոչ ամբողջը կարող ես անծանոթ մարդկանց պատմել, բայց ես բոլորին հրավիրում եմ իմ ու քո հետ ծանոթանալու, քեզ շատ շնորհակալություն, որտեվ շատ օգտակար գործ ես անում։ Ես շատ սիրում եմ կանանց, շատ սիրում եմ աղջիկներին, միշտ իրենց աջակցում եմ, որտեվ ամեն դեպքում կանայք մի քիչ ավելի խեղճացած են եւ ավելի երկրորդ պլան են մեր տարածաշրջանում, մեր երկրում ու միգուցե դա լավ է, միգուցե դա վատ է, բայց ամեն դեպքում ես ուզում եմ, որ կանայք Երևան։ Ես քեզ շատ շնորհակալ եմ հրավերի համար, շատ շնորհակալ եմ հաղորդման համար եւ մտածում եմ ուժեղ կինը դա անպայման չի ֆեմինիստ կին, դրա մասին է քո հաղորդումը, հակառակը կինը ուժեղ է իր ընտանիքով, իր զգացմունքային լինելով, իր ազնիվ լինելով, իր սիրուն լինելով, սիրված լինելով եւ իհարկե կանանց ընկերության մեջ է կնոջ ուժը։ Ես մտածում եմ այդ շրջանը, որը կանայք կազմում են, միշտ իրար պետք է օգնեն ու դրանից միայն բարին ու լավն է դուրս գալու։ Մերսի շատ։ Շնորհակալ եմ։ Դե ինչ հիշեցնեմ մեր ռադիոն կնդիրներին եւ դիտողներին, որ գործար Ալիքի եթերում 2x հաղորդաշարն էր։ Ես Մանե Բարեղամյանն եմ եւ իմ հյուրներ Ալվինա Հովակիմյանն եմ։ Շնորհակալություն, կհանդիպենք։